Ողջույն, խելացիր ինտելեկտուալ զարգացման կենտրոնի հերթական ամենամսյա մրցաշարի թեման է ով է ուզում դառնալ մրցանակատեր։ К сожалению, միլիոններ չունենք, ունենք 6 մրցանակներ, որոնք փակված են այս տոպի հետևում։ Մեր մասնակիցները այսօր շատ հետաքրքիր հարցերի աստիճան պետք է բարձրանան, որպեսզի վաստակեն բոլոր մրցանակները։ Кто меня не знает, кто я, Կարեն Շպալտո։ Իսկ հիմա անցնենք կանոնների ներկայացման։ Մեր այսօրվա աստիճանը հարցերի հետևյալ տեսքով ունի։ Առաջին 4 հարցերը հնարավորինս պարզ հավես հարցեր են ուղղակի տեմպի մեջ ընկնելու համար եւ երաշխավորելու առաջին մրցանակը։ 5-ից 10-րդ հարցերը մի փոքր ավելի դժվար եւ բազմակողմանի գիտելիքներ են պահանջելու, որպեսզի հասնեն 10-րդ երաշխավորված մրցանակին։ 11-րդ, 12-րդ եւ եզրափակիչ 13-րդ հարցերը ավելի դժվար են եւ թույլ կտան դառնալ այսօրվա խաղի հաղթող եւ վաստակել այսօրվա իրենց սպասող գլխավոր մրցանակները։ Մեր բոլոր մրցանակները մեր սաների համար իրենց արդեն ամիսների ընթացքում լավ ճանաչելով անհատականացված են եւ համապատասխանում են իրենց սիրելի հոբբիներին եւ սիրելի զբաղմունքներին։ Եկեք տեսնենք այսօրվա ինչ օգնություններ են սպասվում մեր մասնակիցներին։ Մեր այսօրվա 4 օգնություններն են։ 50-50, այսինքն դասական տարբերակ, որ երկու սխալ պատասխանը կորելու է եւ ընտրությունը կատարվելու է մեկ ճիշտ եւ մեկ սխալ տարբերակի միջեւ։ Ձեդո բաբոյի մենք ենք մեր սարերը արձանախումբը նշանակում է զանգ ծնողին կամ ընկերոջը, ովքեր կարողանան սատարել եւ ձեր մեջքին լինել եւ փորձել օգնել ճիշտ պատասխանին։ Հարց խելացիրին։ Մեր ուղեղիկը այս բaragայում ներկայացնում է մեր դահլիճը, իսկ դահլիճը մեր ակումբի մնացած բոլոր սաներն են, ովքեր քվեարկելու են եւ այդ քվեարկության արդյունքով փորձելու են հուշել այստեղ գտնվող մասնակիցին։ Եվ այս գեղեցիկ պարմանին նույն ինքը ես սենսեի Կարենը լինելու եմ իրենց ամենալավ օգնությունը, քանի որ իմ օգնությունը կարելի է օգտագործել եւ ցանկացած հարցի ժամանակ մենք փոխվելու ենք տեղերով եւ ես որպես մասնակից փորձելու եմ պատասխանել այս հարցին։ Համարամիշտ ճիշտ ալնելու, որտեղ ես եմ կազմել հարցերը, պատասխանները գիտեմ։ Մեր երրորդ մասնակից Մհերը նույնպես հաջողությամբ հասավ մինչև 13-րդ հարցը, բայց չկարողացավ այն հաղթահարել։ Եկեք տեսնենք մեր ամենափորձառու մասնակիցը այս բոլորից, ամենաառաջին սաներից մեր զարգացման կենտրոնի Կարինա Ջալալյանը ինչպես կդրսևորի իրեն։ Կարմիշկա, դոկը ձեն։ Ինչպես ենք։ Հենելի։ Խնդրում եմ ասեք ով եք դուք։ Ջալալյան Կարինա եմ, ապագա չարտարապետ։ Okay. Բուտ ռուսախոս։ Բուտ ռուսախոս, պրոստա ռուսախոս, բուտ հետի գագիկ նադում ստորակել ռուսախոս։ Եկեք տեսնենք այսօր ինչ հարցեր է սենսեյը պատրաստել ձեզ համար, հաշվի առնելով ձեր մասնագիտությունը։ Առաջին հարցերի ֆորմատը նույնն է, քո առաջին փուլի մրցանակներն են լինելու, իմանալով քո սերը արվեստի նկատմամբ եւ արդեն մի անգամ մի մասը ստացել էիր, արվեստագիտական հայտնի նկարներով ստիկերներ, սրանք կլինեն քո առաջին փոքր մրցանակները։ Պատրաստ ես։ Իհարկե։ Вопрос номер 1։ Ոնց ես։ Տարբերակ A. Լավ ես։ Տարբերակ B. Կամաց։ Տարբերակ G. Յոլա, տարբերակ D. Խառը վարկերի տակ։ Լավ եմ։ Լավ ես։ Տեսնենք արդյոք դա ճիշտ տարբերակն էր։ Այո, վարկերից բացի մնացածը լավ, կամաց, յոլա, բոլորը ընդունելի տարբերակներն են, բայց խառը վարկերի տակ հետի թողենք ուրիշ կաստայի մարդկանց խոսույթին, ոչ թե քեզ համար։ Երկրորդ։ Որն է հունական այբուբենի երկրորդ տառը։ Տարբերակ A. Բետա, տարբերակ B. Բետաձիպ, տարբերակ G. Բետա2, տարբերակ D. Բետելգեյզե։ Փոքր խմբի բետա անունով։ Բետա A։ Այո, ավակները կոչվում են ալֆա, իսկ փոքրերը կոչվում են բետա, երկրորդ խումբը դա նույնպես ճիշտ պատասխանն էր, անցնենք հարց համար 3-ին։ Առողջ հասուն մարդկանց մեծ մասը իրենց բոլոր վերջույթների վրա գումարային քանի մատ ունեն։ Տարբերակ A 10, տարբերակ B 16.5, տարբերակ G 32 եւ տարբերակ D 20։ Տարբերակ D 20։
Դե 20-ը եղել է իմ հրանոցի համարը, որով ես մասնակցել եմ նույնիսկ պատերազմի, եւ դա իհարկե ճիշտ տարբերակն է 10 ձեռքերին, 10 ոտքերին, այդքան։ Եվ վերջին թեթևարցը քանի խոզուկ էր պայքարում ճարտարապետական մրցույթում գայլի դեմ։ Տարբերակ A 4, տարբերակ B 0, տարբերակ G 3 եւ տարբերակ D 13։ Դե որ պետք է մտածեմ, դե որ նավ չլիներ, կարող է 0 կլիներ, բայց ոտքի նավ կա, ուրեմն G3։ Եվ իհարկե 3 խոզուկներն էին պայքարում գայլի դեմ, եւ Կարինա դու ստանում ես քո առաջին մրցանակը շատ արագ ու հեշտությամբ հաղթարելով առաջին հատվածը։ Քո երկրորդ մրցանակը Ժաննայի հետ մտածեցինք ինչ պարադոքսալ բան կարող ենք քեզ տալ, որը դու արդեն իսկ չես հաղթել մեր բազմաթիվ մրցույթներում, դրա համար որոշեցինք քեզ սենց անսովոր զարմանալի բան տալ, եւ դա կլինի սենց մի հատ հետաքրքիր կոմպլեկտ Ժաննայի կողմից շպարի, ռանդոմ շպարի կոսմետիկա, էսի ինչա։ Պամադա։ Էսի պամադա եւ սա մանիկյուր։ Մոչակը։ Այո, իհարկե մանիկյուր։ Կարանի։ Yes։ Պատրաստ ես։ Իհարկե։ Կենացինք, հարցանք։ Ով է ստեղծել հայտնի քանդակ մտածողը։ Տարբերակ A. Ռոդոնը, տարբերակ B. Միրոնը, տարբերակ G. Ռոդենը, տարբերակ D. Ռոզենկրանցը։ Ուղեղս ասում է Ռոդոնը, բայց ես ինձ չեմ վստահում։ Լավ։ Դահլիճը դժվար է իմանալ։ Կամ ենք իմանալ, դա եկեք լավ դահլիճը օգնություն։ Փորձենք վստահել դահլիճին այս անգամ, դահլիճ օգնեք ապագա ճարտարապետին իմանալ, թե ով է մտածողը քանդակի հեղինակը։ Ունենք 4 տարբերակ, տարբերակ A. Ռոդոն, տարբերակ B. Միրոն, տարբերակ G. Ռոդեն, տարբերակ D. Ռոզենկրանց։ 10 վայրկյան, 4, 3, 2, 1, շրջեցի։ Տարբերակները A. Դժգոհ, բարև դժգոհներ, տարբերակ G, լուչա բուկվա G ագիկ, կարելնի, տարբերակ G եւ տարբերակ G։ Այսինքն դահլիճը փորձում է ուշել, որ տարբերակն է Ռոդենը։ Դե ես ընտրում եմ G տարբերակը։ Վերջնական։ Վերջնական։ Իրականում Ռոդոնը դա որոշ մարդկանց համար ռելևանտ մի մարդու ազգանուն է, ով այս պահին, կարծես թե հենց այս պահին, չէ, 3 այս պահին խաղացող Լիդս ֆուտբոլային ակումբի պաշտպանն է, ում ոմանք ունեն անգլիական ֆուտբոլային ֆենթեզիում, իսկ այս հարցի ճիշտ պատասխանը իհարկե ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենն էր։ Այո, ծափ, ապրի դահլիճը։ Անցնենք հարց համար 6-ին։ Շարունակենք R. Kelly երգչի հայտնի երգի բառերը։ I believe, տարբերակ A. I can fly, տարբերակ B. I'm a creep, տարբերակ G. You baby, I believe, and տարբերակ D. I believe and support feminism։ Դե սիրտս մի բան ասում ուղեղս։ Ընտրեմ տարբերակ A. I can fly։ I believe I can fly եւ էկրանը ասում է, որ այո, մենք էլ ենք հավատում, որ դու կարող ես թռչել դեպի հարց համար 7։ Քանի պատմական մայրաքաղաք է ունեցել Հայաստանը։ Տարբերակ A 10, տարբերակ B 12, տարբերակ G 8 եւ տարբերակ D 4։ Այո, Ռուսաստանում մեծացած Կարինա, սակայն Հայաստանում ավագ դպրոցում պետք է սա անպայմանացած լիներ, եւ եթե պատաբար Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ ես եղել, այնտեղ ամեն սյունը նվիրված է ճարտարապետական այդ լուծումը նույնպես նվիրված է հայկական պատմական մայրաքաղաքները խորհրդանշելուն։ Ուղղակի ոնց որ հիշում են, բայց Դու ունես 3 օգնության հնարավորություն։ 50-50 հարցնել ու զանգը եւ սենսեյ։ Գնանք 50-50-ին եւ
Եվ այս արագ մատիկները հեռացրեցին երկու սխալ տարբերակը, եւ դու պետք է ընտրես տարբերակ A 10 թե տարբերակ B 12-ի միջև։ Դե ես ընտրում եմ տարբերակ A 10։ Դա ձեր վերջնական որոշումն է։ Հա, վերջնական։ Բարև, դալիճի։ Բան, գիտեք Deus Ex Machina-ն ինչ է նշանակում հեռուստադիտորներ։ Դա մի եզրույթ է, որը նշանակում է, որ ծագում է հունական թատրոններից, որտեղ մի քանի ժամ տևած օրինակ պայքարի արդյունքում ամբողջ հանգուցալուծումը լուծվում է մեկ աստվածային ազդեցությամբ եւ ինչ անեմ, չեմ կարող թույլ տալ, որ մեր լավ Կարինան առանց աստվածային սենսեային օգնության ճիշտ չպատասխանի այս հարցին, այստեղ ավտոմատ գործում է սենսեի օգնությունը, սենսեյը գալիս այստեղ եւ ասում է, որ իհարկե Հայաստանը ունեցել է տարբերակ B 12 պատմական մայրաքաղաք Ներդեմջանից հաջորդ դասին ապա մենք խոսենք այդ 12 պատմական մայրաքաղաքներից, եկեք տեսնենք արդյոք սենսեի օգնությունը աստվածային եկած օգնեց եւ այո 12-ն էլ ճիշտ պատասխանած, ապա Կարինային եւ անցնենք 8-րդ հարցին։ Պոլինեզիան դիցաբանության հրաբուխների աստվածուհու անունը համընկնում է որ լեգենդար ֆուտբոլիստի անվան հետ։ Տարբերակ A. Վավա, տարբերակ B. Զիտո, տարբերակ G. Դելե Ալի եւ տարբերակ D. Պելե։ Նայ։ Քանի ֆուտբոլիստ է շարժում այս ցուցակից։ Պելե։ Այստեղ ասեմ, որ միանգամից կավերզնի կտոր չկա, 4-ն էլ իրական ֆուտբոլիստներ։ Կարող թվա, որ Վավա, Զիկո, Դելե Ալին ուղղակի տենց տարեր, բայց այս մի դեպքում չեմ խաբել, 4-ն էլ իրական ֆուտբոլիստներ են։ Պոլինեզիան դիցաբանության հրաբուխների աստվածուհի։ Դու ունես մեկ օգնության հնարավորություն, դա զանգն է։ Կամ կարող ես ռիսկել։ Ֆուտբոլ, չէ, ֆուտբոլիստ ոչ մեկ չունեմ։ Անդելյանի, Զիկո, Վավա, Պելե։ Ով կարող է լինել ըստ քեզ, ումը ես կարող եմ հարցնել։ Ումը դե շանսը բոլորն էլ կարող էլի։ Բայց բոլորը չեն որ լեգենդար, չէ՞։ Դրա համար ես ընտրում եմ տարբերակ D Պելե։ Վերջնական։ Հա։ Էկրան։ Իրականում Դելե Ալին այդ вообще լեգենդար չի, Վավան որոշակի չափով, Զիկոն, բայց քրքին շատ լեգենդար է, իսկ Պելեն իհարկե ամենալեգենդար խաղացողն է, սակայն այս դեպքում հրաբուխների աստվածուհին Պոլինեզիան կոչվում է Պելե, եւ այո, դու արտահայտում ես այս հարցը։ Այո, ստրեսը շատանում է։ 9-րդ հարցը։ Պատրաստ եք։ Ոնց է պանիկայի լեվելը։ 0, սո դինչ գնացինք առաջ։ 9-րդ հարց։ Ով է գրել Մուսա Լեռան 40 օրը։ Այս վստահաբար ձեզ դպրոցական ծրագրով է, չէ՞, հանձնարարում, որպեսզի կարդաք ծանոթանաք։ Տարբերակ A. Ֆրանց Կաֆկա, տարբերակ B. Ֆրանց Վերֆեր, տարբերակ G. Ուիլյամ Սարոյան եւ տարբերակ D. Յոզեֆ Հեսե։ Դու ոնց հասկացա, դու ուզում ես ինձ հայկականով բռնել, բայց ես էլ Հայաստանում արդեն 4-րդ տարի եմ ապրում ու գիտեմ, որ Ֆրանց Վերֆերը գրել է։ Ես քո տարիքում չգիտեի թե ով է գրել այս գիրքը, որովհետեւ մեզ չէին հանձնարարել սա կարդալու։ Ինձ էլ չեն հանձնարարել։ Գիտակ, լավ, ո՞րն է ձեր տարբերակը։ B. Ֆրանց Վերֆեր։ Իսկ ում եք ճանաչում այս ցուցակից։ Ֆրանց Կաֆկա, Ուիլյամ Սարոյան։ Բա Յոզեֆ Հեսեն։ Լսել եմ, բայց չեմ հիշում որտեղ եմ լսել։ Մարտավ գիտե Յոզեֆ Հեսենը։ Դժվար։ Աբրես, որովհետև չկա Յոզեֆ Հեսը, իսկ այս հարցի ճիշտ պատասխանն է, իհարկե, Ֆրանց Վերֆելը եւ մենք հասանք վերջին 10-րդ հարցին երկրորդ փուլին։ Գնացինք։ Որ գիտնականի պատվին է կոչվել քիմիական պարբերական տարրերի աղյուսակի 118-րդ տարը։
Տարբերակ A. Նիկոլա Տեսլա, տարբերակ B. Գեորգի Ֆլերով, տարբերակ G. Յուրի Օգանեսյան եւ տարբերակ D. Ալբերտ Էյնշտեյն։ Այնշտեյն չէինք ասում։ Սերբը, ռուսը, հայը եւ Այնշտեյնը ինչ ասենք, հրեա իրենք։ Դե մենք քննարկել ենք, բայց 118-րդը պիտի տենց վերջում այնտեղ ոբշում внизу։ Հիմա կամ Էյնշտեյնը, կամ Օգանեսյանը։ Հաստատ Ֆլերով չի, հաստատ Տեսլով չի։ Զանգ։ Դու ունես մեկ հնարավորություն օգնության դա զանգը։ Լավ, եկեք զանգենք։ Եկեք զանգենք։ Եվ Կարենա ում եք զանգարում։ Հոպարիս։ Զանգ հոպարին։ Եկեք տեսնենք հոպարը ինչով կարող է օգնել այս հետաքրքիր հարցի։ Алло. Привет, Давид. Կարաս ինձ օգնես մի հարցում։ Հայերենով կարդամ։ Ведущий կկարդամ։ Հեսա։ Բարձրաձայն եմ դնում մի րոպե։ Բարև ձեզ։ Դուք կարող եք Արենային օգնել պատասխանել հետևյալ հարցին։ Սա ով է ուզում է դառնալ մրցանակատեր շոուն է խելացի ինտելեկտուալ շարժման եւ հարցը հետևյալն է։ Այսինքն 4 տարբերակ է հնչելու, դուք կմտածեք ու կասեք թե որն է ձեզ ավելի ճիշտ։ Հարցը հետևյալն է։ Որ գիտնականի պատվին է կոչվել քիմիական պարբերական տարրերի աղյուսակի 118-րդ տարը։ Տարբերակ A. Նիկոլա Տեսլա, տարբերակ B. Գեորգի Ֆլերով, տարբերակ G. Յուրի Օգանեսյան, թե տարբերակ D. Ալբերտ Էյնշտեյն։ 118, 118, Նիկոլա, դա, տարբերակ A. Նիկոլա Տեսլա, տարբերակ B. Գեորգի Ֆլերով, տարբերակ G. Յուրի Օգանեսյան եւ տարբերակ D. Ալբերտ Էյնշտեյն։ Դուք ունեք 15 վայրկյան։ Да, լսում ենք։ Կարող В честь какого ученого был назван 118-й элемент таблицы Менделеева? Спасибо. 3, 2, 1, վերջ։ Հնչեց մեկ տարբերակ։ Կարենա, հաստատում եք։ Я потом скажу, правильно будет? Пока, да пока. Կարենա, հաստատում եք այս տարբերակը։ Եկեք տեսնենք, արդյոք Յուրի Օգանեսյանը իրոքից 118-րդ էլեմենտի անունն է գրում։ Կամ հակառակը։ Այո, դա ճիշտ պատասխանն է։ Իհարկե, հայազգի Յուրի Օգանեսյանը ղեկավարել է քիմիական տարրերի պարբերական աղյուսակի վերջին 10-15 տարերի ստեղծումը, բացահայտումը եւ Կարինա դուք ստանում եք ձեր երկրորդ մրցանակաբույլը։ Եվ բայց ու սակայն շարունակում եք խաղը առանց օգնությունների։ Անցնենք հարց համար 11-ին։ Մրցանակ եկա։ Ինչպես է ներկայիս Սարդ Մարդ անիմացիոն ֆիլմաշարի սևամորթ գլխավոր հերոսի անունը։ Տարբերակ A. Miles Turner, տարբերակ B. Miles Morales, տարբերակ G. Peter Parker եւ տարբերակ D. Eddie Brock։ Տեսել եք։ Ահա, ես տեսել եմ ու գիտեմ, որ տարբերակ B. Miles Morales։ Դա անիմացիոնի հետ դուք վստահ եք։ Հա, վստահ եմ։ Գլխավոր հերոսի անունը։ Ֆիքսում եք։ Ֆիքսում ենք։ Այս տարբերակների մեջ բոլորը չէ որ Սարդ Մարդը տիեզերքի հետ կապ ունեին, Miles Turner-ը դա NBA բասկետբոլիստ է, ներկայումս Milwaukee Bucks-ի կազմում, Eddie Brock-ը արդեն Սարդ Մարդի տիեզերքից, սա Venom իսկական անունն է։
Իսկ սևամորթ սառնմարդը ի տարբերություն սպիտակամորթ ֆիլմաշարի, որը ֆիլմաշարում կոչվում է Peter Parker, իսկ սևամորթ անիմացիոն հերոսը դա ճիշտ է Miles Morales-ն էր։ Մնաց երկու հարց։ Ամենական կարին է։ Հարց համար 12։ Որ երկրի դրոշն է սա։ Տարբերակ A. Մալդիվներ, տարբերակ B. Սեյշելներ, տարբերակ G. Մարշալյան կղզիներ և տարբերակ D. Մավրիկիոս։ Ինչքան հիշում եմ Մալդիվներ հաստատ չեն։ Կարող եք փորձել այո, տրամաբանել, հիշել, որը կարող եք բացառել։ Մարշալյան կղզիներ ոնց որ ուրիշ բանում էին, նայել ենք։ Ուրեմն կամ Սեյշել, կամ Մավրիկիոս։ Ну, Մավրիկի հերոսը։ Մավրիկի։ Դուք չունեք օգնություններ։ Դալիճի աչքերի ձերով մայրանք էլ չունեն։ Բայց իրավունք է չունեն իհարկե ուշելու։ 10 վայրկյան, բայց չեք որոշում։ Մալդիվներ, Մարշալյան կղզիներ, Սեյշելներ, Մավրիկիոս։ Եք Մավրիկիոս, դեպտը։ Մավրիկիոս դա վերջնականն է։ Հա։ Ընդունեցինք Մավրիկիոս տարբերակը։ Իսկ դալիճու մարկա որ վստահ գիտի որն է սա։ Ես եմ կարծում որ Մավրիկիոս։ Կամ կղզիներ, Մարշալյան, կամ Մավրիկիոս, կամ Իսկ այո, ամենաճիշտը իհարկե վերջում ես եմ ասում, իսկ ես ասում եմ, որ սա իհարկե Մավրիկիոսը չի, այլ սա Սեյշելյան կղզիներն են։ Եվ այո, մայր քո պատահական վարկածը ճիշտ էր, այո, սա Սեյշելներն են, եւ Կարինա դուք էլ 12-րդ քայլի վրա եք սայթակում, բայց մենք շարունակում ենք մեր բարության շքերթը, ասես լավ խաղի համար դուք ձեր ռուսկախոս լինելով ստանում եք։ Եվ դուք ստանում եք պարոն Միխայել Բուլգակովի մաստերի Մարգարիտ աշխատությունը, որպեսզի ծանոթանաք, քննարկեք եւ շարունակեք ինքնազարգանալ։ Շնորհակալություն։ Ով է ուզում դառնալ մրցանակատեր։ 4 մասնակից արդեն անցան իրենց ճանապարհները։ Ոչ մեկ դեռևս չկարողացավ հասնել իր հաղթողի տիտղոսին առանց այթակելու։ Եկեք տեսնենք մեր 5-րդ մասնակից Արսենը ինչպես կխաղա։ Արսեն Մկրտչյան։ Իվետ պահոջես։ Մարդկանց ասա ով ես, ինչ ես, Իմ խի ես։ անունը Արսեն է, ես 10 տարեկան եմ, ես սիրում եմ զբաղվել ֆուտբոլով ու ջյուդոյով։ Հələ սիրուն նկարել։ Լավ է, կարիզմա։ Իտակ, Արսեն, գիտես, տեսել ես ինչպես ենք խաղում, պատրաստ ես։ Քո առաջին մրցանակները էլի վերջում կիմանաս։ Առաջինը, հարց համար 1։ 100 անգամ 0։ Հավասար է ինչի։ 0 Տարբերակ 1, տարբերակ A 1, տարբերակ B 0, տարբերակ G 100, տարբերակ D 2։ B Տարբերակը վերջնական Այո 0, էկրանը ասում է ճիշտ ես։ Հարց համար 2։ Որ համարի տակ է կարիերայի մեծ մասը անցկացրել Քրիշտիանո Ռոնալդոն։ Տարբերակ A 7, տարբերակ B 9, տարբերակ G 10, տարբերակ D 11։ A 7 Եվ դա ճիշտ պատասխանն էր, իհարկե Քրիշտիանո Ռոնալդոն Մեսսին հակառակվելով ընդամենը 7 համարն է, ավելի փոքր թիվ, ավելի վատ խաղացող, այդպես է։ Դե լավ բարեցիկ։ Բարսել Ինչպես է Ֆրունզիկ Մկրտչյանի իսկական հայկական անունը։ Տարբերակ A Արտեմ, տարբերակ B Կարեն, տարբերակ G Մհեր եւ տարբերակ D Սարիբեկ։ Քո ազգան բանակիցը։ Արտեմ, Կարեն, Արտем Микртчян, Карен Микртчян, Михаил Микртчян. Ну как звали Фрунзика Микртчяна по-армянски? Артем Микртчян, Карен Микртчян, Магер Микртчян или Сарибек Микртчян? Եթե վստահ չես, կարող ես տարբեր օգնություններից օգտվել։ Հիշում ես հայտնի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին։
մեծ քթով հայտնի, իր շատ տարբեր դերերով հայտնի։ Մենք ենք մեր ծառերում։ Դալիճ։ Եկեք լսենք Դալիճին, արդյոք Գագիկը, Միլենան, Կարինան, Անի Նիկոլինը եւ են միտեղ են գողներ Արսենին իմանալ ֆրունզիկի ճիշտ անուն 3 2 1 0 Տարբերակ G Մհեր G Մհեր G եւ Մհեր Մեծ քթով։ մեծ քթով ֆրունզիկ մկրտչյանը հայ Արմանի դերասան ֆրունզիկ մկրտչյանը այո G տարբերակը ճիշտ է Դալիճին շնորհակալություն օգնելու համար Մերսի։ այո Մհեր մկրտչյանը եւ ոնց ես դու Մհեր ասել էիր որ քո անունը մասամբ հենց ոգևորված է այդ մեծ անուն հայով հետո հիմա չէ որ արեք տեմպով է թափի 4 Քանի ատամ ունի հասուն մարդը Сколько зубов у здорового взрослого человека Տարբերակ A 28 Տարբերակ B 26.5 Տարբերակ G 30 եւ տարբերակ D 32 Կարող եք մտածել ընդամենը 3 էինք 24 ժամ առաջ էինք ուղի խոսում այս փաստի մասին քննարկում էինք Դες պատմում էի նաև ատամների օգտագործմամբ տեսողության վերականգնման հեղափոխական տեխնիկայի մասին Դե Ինչ ես կարծում 28, 30, 26 թե 32 Բայց կարես բարձրացնել ասած որ որն ես երկու Который считает, что точно неверно. Это можешь говорить, чтобы легче было из чего выбрать. G ու B։ G у B точно нет. Между A и D выбираешь D։ Ընդունում ենք եւ տարբերակ D, դա իհարկե ճիշտ պատասխան է։ Եվ եկել ակո մրցանակի հերթը, ասում ես Քրիշտիանոին ես սիրում թե Մեսսիին։ Մեսսի։ Դե ուրեմն ի տարբերություն մերի քեզ դուր կգա Մեսսի, բայց կարմիր պորտուգալական ֆորմայով։ Մեսսի այս գրիչը իսկ մենք պատրաստ ես շարունակենք։ Դե շարունակեցինք։ Հարց համար 5։ Ձվի ներսում կարող եք գտնել դեղնուց եւ տարբերակ A կտուց, տարբերակ B սպիտակուց, տարբերակ G բադակտուց եւ տարբերակ D կարմրուց։ Давай на русском, да? Русен боцна, ми кечколю, но очень. Поможет. Внутри яйца можно увидеть желток и что? Տարբերակ A. Կտուց, он же клюв. Տարբերակ B. Спитакуц, он же белок. Տարբերակ G. Бадакտուց, он же утконос. Եվ տարբերակ D. Կարմրուց, он же краснуц. Краснок, наверное, да. Ты думаешь, это տարբերակ B. Спитакуц, белок? Да. Վստահ։ Վստահ։ Տեսնենք։ Եվ դա ճիշտ վստահություն էր, այո, սպիտակուցն է։ Հարց համար 6։ Ֆուտբոլում երկու տեղին քարտ ստանալու դեպքում ֆուտբոլիստը ինչ է ստանում։ Կարմիր ու Տարբերակ A. Մրցանակ։ Տարբերակ B. Կարմիր քարտ։ Տարբերակ G. Նարնջագույն քարտ, տարբերակ D. Շապատ։ B։ Կարմիր քարտ։ Ֆիքսեցինք։ Եվ դա իհարկե ճիշտ պատասխան է կարմիր քարտ։ Հարց համար 7։ Անցանք կեսը։ Ով է նախաձեռնել կառուցել Ով է նախաձեռնել կառուցել մեծ չինական Փարիզը։ Տարբերակ A. Цзին Չաոն, տարբերակ B. Կար Մանը, տարբերակ G. Ցին Շիխուանձին եւ տարբերակ D. Վեսպասիանը։ На русском пошли. Кто приказал построить большую китайскую стену? Великую китайскую, большая тоже, да. Տարբերակ A. Цзին Չաո, տարբերակ B. Կար Ման, տարբերակ G. Ցին Շիխուանձի и տարբերակ D. Веспасиан. Мы об этом помнишь, наверное, что в ассоциациях играли и запоминали. В тот день Лилита... Джан? Не точно D։ Окей, не точно да. Окей, чем հուշում։ Բայց դու կարող ես այլ հուշումներից օգտվել, այսինքն ունես 50-50-ը, զանգը եւ սենսեյը։ 50-50։
50-50-ը։ Քեզ մոտ մնացին երկու տարբերակ։ Տարբերակ B կար մանը եւ տարբերակ G ցին շիխուանձի։ G. Թե կար մանը։ G. Դե լավ ասա։ Ձինը շիխ խոանձի։ Ապրես։ Ինքնա։ Հա։ Այդ վերև։ Այո։ Ցին շիխուանձին։ Այո։ Չինաստանի միավորող, մեջինական Պարիսպի, տեղեկության արմեայի եւ այլն։ 8-րդ հարց։ Որ թանգարանից են վերջերս շատ աղմկահարույց զարդերի գողություն արել։ Տարբերակ A. Prado, տարբերակ B. Tate, տարբերակ G. Louvre, տարբերակ D. Loire։ Լսել ես որևէ այս թանգարաններից մեկի մասին։ Okay. Да, из какого из этих музеев недавно украли известные драгоценности? Вариант это Прадо, Тейт, Лувр или Луар. А, Б, Д. У тебя есть две подсказки. Звонок и сенсей. D. Лувр, Луар, Тейт, Прадо, Լոր։ Луар или Лувр, или Прадо, или Тейт. D. Ինչքանով ես դստահ դրի մեջ։ 60։ 60։ Քալ է դեպ ընդել։ Ջան, Հաժան, ինչ ես ասում։ У тебя есть звонок. Хочешь, чтобы он позвонил? Предлагаю. Предлагаешь? Շահնոտ 11-ից 13։ Բայց եթե այստեղ գրված չէ, հասնելու 10-11-ին։ Հա, շահնոտ։ Звонок? Хорошо, եկեք փորձենք звонок-ը, այո, այս անգամ Deus Ex Machina-ի դերը կատարեց Ժաննան, ում է զանգելու։ Մամային։ Մամային, գնացինք։ Բեր զանգուրակը։ Սկսող չպատասխանի։ Ալո, Էդգար, այո, Էդգար, բարև ձեզ։ Ձեզ հետ խոսում է ձեր եղբայրը։ Այո, ձեր եղբայրը Արսենը խաղում է մեր ով է ուզում դառնալ մրցանակատերը խաղը եւ ձեր օգնության կարիք ունի։ Պատրաստ եք օգնել։ ինչով կկարողանամ կօգնեմ։ Շնորհակալություն, տենց մի 200,000 դրամ ու այս հարցի պատասխան։ Որ թանգարանից են վերջերս շատ աղմկահարույց զարդերի գողություն արել։ Տարբերակ A. Prado, տարբերակ B. Tate, տարբերակ G. Louvre, տարբերակ D. Loire։ Ունեք Տարբերակ G Louvre։ վստահ եք։ Այո, Խափողի աղբերը կողս է։ այո, Դե եկեք տեսնենք արդյոք տարբերակ G ճիշտ էր եւ ձեր եղբայրը ձեզ չխափեց։ Նայենք եւ դա Louvre-ը ճիշտ էր, եղից qalbեր, եթե Loire-ը չէ։ Շնորհակալություն, հաջողություն։ հաջողություն։ Եվ մենք հասնում ենք 9-րդ հարցին, օգնություններից մնացել է սենսեի օգնությունը, տեսնենք արդյոք սենսեյը կարողանա օգնել հասնել 13-ին։ Իտակ, հարց համար 9։ Թվով որերորդներ Բրիտանիայի երկար տարիների թագուհին Եղիսաբեթ։ Առաջինը, երկրորդը, երրորդը, թե 7-րդը։ Նշեմ, որ 20-րդ դարում եւ 21-րդ դարում թագակալած Եղիսաբեթի մասին է խոսքը։ Նարոս, какой по счету была королева Британии Елизавета, которая умерла недавно? Варианты. 1, 2, 3 или 7. Елизавета какая? Была королевой Великой Британии, Великобритании. 1, 2, 3 или 7. Третья. 1, 2, 3 или 7. Ինչ ես կարծում։ Կեն։ Գն, դա քո վերջնական պատասխանն է։ B. Առաջին, երկրորդ, երրորդ թե 7-րդ։ Երկրորդ։ Վերջնական, Հա։ բավոր կրվար։ Ոչ։ Եկե տխենք։ Ոչ։ Հաստատում ենք երկրորդ տարբերակը, եկեք տեսնենք արդյոք Ելիզավետան Եղիսաբեթը երկրորդն էր, առաջինը, երրորդը թե 7-րդը։
եւ ճիշտ պատասխանն է այո, նա երկրորդ եւ արի տեսնենք, հասնում ենք 10-րդ հարցին։ Քանի մետր է Արագած լեռան բարձրությունը։ Տարբերակ A 5165, տարբերակ B 4090, տարբերակ G 4069, թե տարբերակ D 4444։ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր սարը, հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռներից մեկը, վսատա գարի արագած։ Կարես բարսած եմ մտածես, ունեք որ տարբերակները հաստատ չի, ինչն ես երկում, ինչի մեջ կարաս ընտրես։ Դե դու միշտ կարող ես այստեղ սենսեի օգնությունը կիրառել և երաշխավորել քո երկրորդ մրցանակը, եթե ես չսխալվեմ։ Լավ, սենսեի։ Սենսեի, եկվեց։ Քանի մետր է Արագածի բարձրությունը։ Տարբերակները։ A 5165, B 4090, G 4069, D 4444։ Իտակ, 5065-ը մեկ այլ հայտնի բարձրություն է, հիշում ես։ Արարատ լեռան բարձրությունն է այդքան, 4444-ը կասկածելի թիվ է, որը գրեթե երբեք այդքան հայտնի, շատ հայտնի կլիներ, եթե 404 լիներ, դա կարելի էր այդպես բացառել, իսկ արդեն 4069 և 4090-ի միջև կարելի էր ընտրել, պարզապես եթե մեկ անգամ հիշում ես այս թիվը, այդպես տպավորվում է, որ 2-0 կա այնտեղ, դա 40 և 90 և 4090-ն է ըստ իս Արագած լեռան բարձրությունը։ Արդյոք համաձայն ես իմ հետ և պատրաստ ես ընդունելու իմ վարկած բանը։ Բայց չէ որ գիտես որ 69-ը իմ սիրելի թիվն է և գուցե 4069-ն է ճիշտ պատասխանը։ Չէ բն։ Ընդունում ենք տարբերակ B-ն և տեսնենք ինչ է սա բերում։ Սա բերում է, այո, սա բերում է ճիշտ պատասխանի և քո համար նույնպես մեր ամենախաղասեր մասնակիցներից մեկը ստանում է Uno-ի Flip տարբերակը, որը միանում է քո մրցանակային ֆոնդին։ Շարունակեցինք։ Քանի մետր է և պատրաստ ես Արսեն, սկսենք վերջին երրորդ փուլի վերջին 3 դժվար հարցերը։ Դե ռամը քեզ 11-րդ հարց։ Բարրակուդան իրենից ներկայացնում է ինչ ձկան օվկիանոսյան տեսակը։ Տարբերակ A շնաձուկ, տարբերակ B գայլաձուկ, տարբերակ G մկնաձուկ և տարբերակ D թերաձուկ։ Russian will be done. Барракуда представляет из себя океанскую разновидность какой рыбы? А. Акула, Б. Щука, Տարբերակ G. Рыба-мышь или вариант D. Рыба-меч. Акула, щука, рыба-мышь или рыба-меч. И океанскую разновидность. Значит, это рыба, она есть и кроме океана. Что ты знаешь про щуку? Они длинные. Угу. А про барракуд что знаешь? Бабушка. Որտեվ տարբերակ B գայլաձուկը իրոքից ճիշտ պատասխանն է։ Եվ արդեն շատերը եթե ոչ բոլորը գիտեն, որ բարրակուդան իմ ամենահայտնի ածական մականուն նիկնեյմն է ամենտեղ։ 12-ը։ Եկանք աշխարհագրական դրոշերի, որ երկրի դրոշն է սա։ Տարբերակ A Մադագասկար, տարբերակ B Չադ, տարբերակ G Գանա, տարբերակ D Գվինեա Բիսաու։ Չադ։ Ձեր վերջնական պատասխանն է վերջացավ։ Նայում եք, եւ դա սխալ տարբերակ է, որովհետեւ սա Մադագասկարն էր։ Այո, բայց շարունակելով բարի ավանդույթները, իմանալով որ դու նաեւ Հարի Փոթերի սիրահար ես, ինչպես նաեւ հետաքրքիր գրքերի Հարի Փոթերն է Կարմիր Հարի Փոթերիկը սպորտային իր քվիդիչային համազգեստով, ինչպես նաև հաջորդ պարապմունքներ կստանաս մեր կողմից
ատլասային գիրք բազմակողմանի զարգացման համար նա ռուսկը մյուզիկ է ոնց ուզում ես գոհես Красавчик ով է ուզում դառնալ մրցանակատեր մրցաշարի 6-րդ մասնակիցը պատրաստ է իր ելույթով փայլելու դիմավորեք Անի Նիկոլին Մանուկյան Օրիորդ Անի Նիկոլին կներկայանաք աշխարհը ճանաչի ձեզ Ես Անի Նիկոլինն եմ, գտիկով անպայման։ Ես սիրում եմ երաժշտություն, նվագում եմ ֆլեյտա, ինչպես մեր սիրելի սենսեյը։ Ահա, ներ ֆլեյտան։ Ասել նվագ։ Այո, շնորհակալություն սիրելի սենսեյ։ Եվ ես սիրում եմ ինքնազարգանալ եւ պատրաստում այսօր եւ հուսամ, որ լավ արդյունք կգրանցեմ։ Գնացինք։ Are you ready? Yes. Դե ցավոք առաջին հարցը ուշադրել, հա։ Հարց համար 1. Ինչի հավասար 2 անգամ 2 տարբերակ A 4, տարբերակ 2, տարբերակ B 5, տարբերակ G 4, 4, տարբերակ D 8։ Կարծում որ տարբերակ անը 4-ը։ Չի հավատում, բայց այո, դա ճիշտ պատասխան է։ Երկրորդ հարցը. Քանի գույն կա Հայաստանի դրոշին։ 3, 4, 5 թե 2։ A3։ A3 Շարունակենք, ասենք հարց 3-ի, որ միրգն է հիշատակվում Հայաստանի դրոշին գույներից երրորդը նկարագրելիս, տարբերակ A բանան, տարբերակ B նուռ, տարբերակ G նարինջ, թե տարբերակ D ծիրան։ Ծիրանը գույնի հիշատակելիս նկարագրվում է ծիրանը։ Դա ճիշտ պատասխան է, բայց այստեղ կարելի է նույնիսկ եթե նարինջն էլ ասեի, նարինջագույնն էլ կարող է ճիշտ հաշվել, որովհետև այո, սա կա ձևակերպում, որտեղ նաև այն նարինջագույնն է։ Բայց անցանք հարց համար 4-ի։ Եվ ինչը կհաղթի կյանքում հերոսին, տարբերակ A Սերժն ու Թուրը, տարբերակ B Բառակուդան, տարբերակ G Հովհաննես Թումանյանը եւ տարբերակ D Գինն ու Գինին։ Կարծում որ տարբերակ D-ն է, սակայն չէ, բայց կարող է նաև ան լինել։ Կարող եմ օգտվել 50-50-ից։ Իհարկե, կարող եք վերջնական որոշում։ Այո։ Գնաց։ Կամաց, что ты я велишь։ Ու թողնում առաջին ու չորրորդը։ Եվ այո, տարբերակները ինչ է կհաղթի կյանքում հերոսին կամ Բառակուդան կամ Գինն ու Գինին։ D։ Եվ այո, Գինն ու Գինին ոչ թե Հովհաննես Թումանյանը, թեպետ նա է գրել այս տողերը։ Երկու առաջին մրցանակն է արվեստասեր մասնակիցը նույնպես ստանում է արվեստային ստիկերների հավաքածու։ Տարանք անցնենք 5-րդին։ 5-րդ հարց։ Ով է Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի ղեկավարը։ Տարբերակ A Տիգրան Համասյան, տարբերակ B Կարեն Նացական, տարբերակ G Անի Հակոբյան եւ տարբերակ D Տիգրան Հեկեկյան։ Իհարկե Հայաստանի փոքրիկ երգիչների երգչախմբի ղեկավարն է մայստրո Տիգրան Հեկեկյանը, շատ սիրելի։ Այո, իսկ դու Ես այս հրաշալի երգչախմբի անդամ եմ։ քանի տարի արդեն։ Արդեն 11 տարի։ Այսքան դժվար սխալվես։ Այո։ Եթե կարող է ես սխալվեմ, բայց ըստ իս ճիշտ պատասխանն է տարբերակ D, այո, Տիգրան Հեկեկյանը։ Շարունակենք։ 6-րդ հարցը։ Ով է Հայաստանի Հանրապետության առաջին օլիմպիական չեմպիոնը։ Տարբերակ A Արթուր Ալեքսանյան, տարբերակ G Յուրի Վարդանյան, տարբերակ B Արսեն Վարդանյան եւ տարբերակ D Արմեն Նազարյան։ Խոսենք այս վերջերս այս փաստի մասին, որը դեպքում այս մարդը եւս մեկ անգամ է օլիմպիական չեմպիոն դարձել, սակայն արդեն ներկայացնելով որ Բուլղարիայի հավաքական։ Դե որոշեցինք ենք Յուրին, ես ինձ գում եմ այդպես ինչպես Յուրին մեծ սպորտում, արտահայտությունը եւ ես ճիշտ մուսանային ծանոթ եմ։ Կարող ես բարձրացնել մտածելով փորձես բացառել կամ ինչ ասոցիացիաներ ամեն մեկի հետ փորձես գտնել։ Արթուր Ալեքսանյանը կարծեմ սպիտակ արջն է, չէ՞։ Բարփոխների ամեն ինչ կբացատրել, պետք է կհրավիրենք։ Եվ նաև երկու Վարդանյան ազգանունով մարդ կա այստեղ, դեռ կարծեմ դա խառնելու համար է դրված, եւ ճիշտ
ափսոսում օգտագործել օգնությունները, դրա համար կընտրեմ G, Յուրի Վարդանյան։ Դա ձեր վերջնական որոշումն է։ Այո։ Եվ Յուրի Վարդանյան պատասխանը բերում է ինձ որպես Deus Ex Machina, որպեսզի կանխարգելենք հո սխալ պատասխանը։ Այո, Սենսեյը հայտնվում է եւ եկել է ձեզ պատմելու, որ Հայաստանի Հանրապետության առաջին նորանկախ հանրապետության առաջին օլիմպիական չեմպիոնը դարձել է իհարկե տարբերակ D. Արմեն Նազարյանը։ Եվ այո, դու հաղթահարում ես 6-րդ հարցը, այո, Սենսեյի օգնությամբ եւ Սենսեյը որում ու հետևես։ Հարց համար 7։ Դու ունես հարցդալիճին եւ զանգ ընկերոջը հնարավորություններ։ Գնացինք 7-րդ։ Որ երկրի ներկայիս կայսրն է Նարուհիտոն։ Տարբերակ A. Ճապոնիա, տարբերակ B. Չինաստան, տարբերակ G. Կորեա եւ տարբերակ D. Թայլանդ։ A. Ճապոնիա։ Վստահ։ Այո։ Էկրան։ Դա ճիշտ է։ Որովհետեւ Չինաստանում չկա կայսր, արդեն որոշակի ժամանակ հեղափոխությունից հետո Կորեայում նույնպես, Թայլանդում կա կայսր, բայց ոչ նոմինալ պաշտոնով եւ Ճապոնիայում նույնպես կա ոչ առաջին ղեկավար որպես, այլ հայցողական պաշտոն որպես կայսրը եւ այո Նարուհիտոն վերջին ներկայիս կայսրն է Ճապոնիայի, իմպերատորը։ 8-րդ հարցին պատրաստ ես։ Այո։ Պանիկն ստեղա։ Հա։ Գնացինք։ Քանի աչք ուներ սկանդինավյան դիցաբանության, ինչպես նաև Marvel-ի ֆիլմերի հերոս գերագույն աստված Օդինը։ Տարբերակ A. 1, տարբերակ B. 2, տարբերակ B. 3, տարբերակ D. 100։ Հիշեցնեմ, այստեղ արդեն չի կարող Սենսեյը կամ Deus Ex Machina-ն ձեզ կանխարգելի սխալ պատասխան տալուց։ Ես երևի կզանգահարեմ ընկերոջը։ Ընդունեցինք զանգ ընկերոջը։ Տարբերակը տեսնենք ում եք ցանկանում զանգարել։ Ընկերներիցս մեկին։ Ում։ Իմ ամենագետ ընկերներից մեկին Արտուրին։ Եկեք զանգարենք Արտուրին, տեսնենք ինչ կասի Արտուրը։ Զանգենք Արտուրին, տեսնենք ինչ կասի Արտուրը։ Արդյոք նա գիտի սկանդինավյան դիցաբանությունը կամ Marvel-ի կինոներն է դիտել, որովհետև այնտեղ Օդինը, որին խաղում էր Էնթոնի Հոփքինսը, նույնպես բավականին առանցքային կերպար էր առաջին ֆիլմերում։ Ալո։ Բարև ձեզ։ Կարող եմ ձեզ հարց տալ։ Ես կասեմ։ Դե լավ, հաղորդավարը կբարձրաձայնի հարցը։ Ալո, Արտուր ջան, բարև ձեզ։ Անին մասնակցում է այժմ Խելացի դիրեկտոր շարժման, ով է ուզում դառնալ մրցանակատեր մրցույթին եւ հասել է հետեւյալ հարցին, որի կարծում է որ դուք կարողանաք նրան օգնել 4 տարբերակներից մեկը ընտրելու։ Պատրաստ եք։ Գնացինք, գիտակ, ընթերցեմ հարցը, քանի աչք ուներ սկանդինավյան դիցաբանության գերագույն աստված Օդինը։ Տարբերակ A. 1, տարբերակ B. 2, տարբերակ G. 3 եւ տարբերակ D. 100։ 1, 2, 3 կամ 100։ Վստահ եք։ Ընդունեցինք այդ պատասխանը, շնորհակալություն, անին ձեզ կտեղեկացնի արդյոք դա իրեն օգնեց թե ոչ։ Հաջողություն։ Իտակ, համաձայն եք Այո, Արտուր։ ես վստահ եմ։ Իրականում սկանդինավյան միֆերում Օդինը իր աչքերի հետ մի գործողություն էր կատարել, որից հետո քանակը փոխվել էր, ի սկզբանե 2 էր։ Սակայն հետագայում, որպեսզի նա կարողանա խմի իմաստության աղբյուրից, նա զոհաբերում է իր մի աչքը եւ իր մոտ մնում է 1 աչք, դա իր պատասխանն էր եւ ձեր մոտ նույնպես մնում է 1 օգնության հնարավորություն դալիճի օգնությունը։ Անցնենք հարց համար 9-ին։ Ով է հաղթել սպիտակ եւ կարմիր վարդերի պատերազմը։ Նույնիկը 116-ամյա պատերազմը, որը իրականում տևել է 116 տարի։ Իտակ, տարբերակ A. Յորքերը,
Տարբերեք B Լանկաստերները, տարբերեք G Բարատեոնները եւ տարբերեք D Լանիստերները։ Տարբերակ B Լանկաստերները։ Այդքան լավ տեղեկացված եք այս պատերազմից։ Իդեպ ասեմ, որ ես այս մասին գիտեմ Կալե Բլումքից տեղեկացնելու գրքից, իմ շատ սիրելի Աստիդ Կինգդրենի եւ երեխաները իրեն շատ սիրելի այդ պատերազմը։ Չգիտեի որ Կալեն այդտեղ է։ Այո, նրանք խաղում էին Կարմիր եւ Սպիտակ Վարդերի պատերազմին, եւ ես գիտեմ, որ Սպիտակ Վարդերն էին հաղթել։ Հիմա մնում է հիշեմ երկերն էին Կարմիր Վարդերը, թե Լանկաստերները։ Ես չեմ կարող ցես։ Այո, գիտեմ։ Կարծեմ, որ Լանկաստերները։ Ֆիքսում ենք։ Այո։ Տեսնենք, արդյոք սա սխալ որոշում չէր ճակատագրել։ Դատի պատասխանն է այո, Լանկաստերներն էին։ Տյուդոր դինաստիայի շարունակություն։ Եվ 10-րդ հարցը, որը կամրապնդի եւ կիաշխավորի ձեզ ձեր երկրորդ մրցանակը։ Գնացինք։ Ով է գրել Կարմեն օպերա։ Տրամադրությունը լավաց է։ Տարբերակ A. Ալֆոնս Ադանը, տարբերակ B. Ժորժ Բիզեն, տարբերակ G. Անտուան Բեզեն, թե տարբերակ D. Ջուզեպպե Վերցի։ B. Ժորժ Բիզեն։ Ինչու՞։ Քանի որ նա է գրել Կարմեն օպերան։ Իսկ կարող ես ֆլեյտան նվագես։ Այո։ Բայց ձեր ֆլեյտան ինձ տարբերում է։ Ես կարող եմ նվագեմ Ժորժ Բիզեի Կարմեն օպերայի այդ հատվածը եւ անի Դու ստանում ես քո հետաքրություններից մեկի ու քո խառնվածքին համապատասխան այ կրծքանշանը Հարի Փոթերյան Հաֆլփաֆյան մետաղական կրծքանշանը քո բարությունը խորհրդանշելով Ես երկար եմ խոսում։ եւ անցնենք վերջին 3 հարցերին։ Հիշեցնեմ դու ունես 1 օգնության իրավունք եւ սխալվելու իրավունք չունես։ Դա ճիշտ է։ Գնացինք 11-րդ հարցը։ Ասացեք իտալերեն կտրուկ։ Տարբերակ A. Staccato, տարբերակ B. Legato, տարբերակ G. Sfumato, տարբերակ D. Al dente։ Երաժշտության մեջ նույնպես կա այս տերմինը եւ իմ կարծիքով դա ստակատոն է։ Իսկ մնացածի մասին ինչ կասեք։ Ոնց Լեգատոյի ժամանակ կապում ենք նոտաները, իսկ ստակատոյի ժամանակ կտրուկ ենք մնացածը։ Остальное нам не надо։ Ինձ այս մյուս երկու տերմինը ծանոթ չեն, սակայն ես կարծում եմ, որ ստակատոն է։ Ընտրեք։ Հուսով եմ։ Այո, ստակատո։ Դա ինչ օգնություն չեն վերցնում։ Կարծում նրանք չեն իմանա։ Դրանք աշխատանքով չեն կարող հասկացնել իմանան թե չէ։ Նրանք երաժշտության հետ կոնցերտը կապ չունեն։ Ուրեմն ֆիքսում ենք տարբերակը։ Այո։ Դե գնաց ճակատագրական բան։ Եվ այո, մոտս կոլեգա ֆլեյտահար ստակատոն դա հենց խոսում է կտրուկ նվագելու, թե ֆլեյտայում առանձին շեշտադրումներով նվագելու, լեգատոն ճիշտ է հերթականությամբ, իրար հետ կապակցված, սֆումատոն դա կրկին իհարկե իտալական եզրույթ է, բայց արդեն նկարչական, ճարտարապետական, որը դա Վինչիի սև ու սպիտակ գույների միախառնումով, երանգների ու ստվերների ստեղծումով միախառնումով տեխնիկաներ նկարչական, իսկ al dente-ն դա խոհարարական տերմին է, որը խոսում է պատրաստվածության մասին։ Նախավերջին հարցը արդեն երևի սովորել եք, որ խոսքը լինելու ինչ-որ մի դրոշի մասին։ Որ երկրի դրոշն է սա։ Տարբերակ A. Սան Տոմե եւ Պրինսիպի, տարբերակ B. Բարբադոս, տարբերակ G. Ֆիջի, թե Վանուատու, տարբերակ D։ Ես տանուք չեմ այս դրոշին եւ կդիմեմ դահլիճեր օգնությանը, սակայն այդքան էլ վստահ չեմ, որ նրանք գիտեն։ Դե եկեք փորձենք, դու այլ տարբերակ չունես, կամ ոնց որ հաջորդ հարցին պետք է դիմես, կամ այս հարցին պետք է դիմես, սենսեի օգնություն չկա, միայն սա է մնացել։ Այսինքն եկեք փորձենք կոլեգիալ ուղեղի տրամաբանությունը ակտիվացնել եւ տեսնենք թե ինչ դուրս կգա արդյունքում։ Դալիճ դուք ունեք 10 վայրկյան ժամանակ։ 2 1 0 Դալիճ ցուցադրեք ձեր տարբերակները։ Տարբերակ D Խարից հետո կարծեն ենք ինչու դա, բայց այժմ եկեք
անցնենք Անիջան, ձեզ հետ քննարկենք։ Դալիճը ձեզ փորձում է հուշի, որ ճիշտ պատասխանն է Դ Վանուատու։ Ոչ Սանտոմե Պրինսիպի, ոչ Ֆիջի, ոչ Բարբադոս։ Ես ճիշտ ասած կարծում եմ, որ Ֆիջի եւ կասկածում եմ, որ Ֆիջի կամ Բարբադոսի դերաշը չէ, եւ կասկածում էի Սանտոմեի եւ Պրինսիպի եւ Վանուատուի միջեւ։ Սակայն դե ռեակցիայից հնարավոր է Վանուատին սխալ է կամ Իմ ռեակցիայից դու չես կարող, ոչ։ Համաբանական եզրահանգում անել երաշխավորում եմ։ Ճիշտ է։ Բայց այո, կոլեգիալ մտածողություն ես չեմ տեսնում։ Հավատում ես Դալիճին, թե չէ։ Լավ, ես հավատում եմ իմ ընկերներին։ Ու վերջում հեշտ ասես դուք եք մեղավոր, ես ան էի ուզում, կամ բն էի ուզում, կամ գն էի ուզում։ Լավ, դե Վանուատու։ Այստեղ այս դրոշին կարող եք տեսնել այս պատտվող օբյեկտը, որը նման է ծովային ռակուշկայի, որը իրականում բոլոր 4 երկրներին էլ կարար նման էր, բայց սա իմ անձնական սիրելի դրոշներից մեկն է, որը բավականին նման է Հարավաֆրիկյան Հանրապետության դրոշին, համաձայն ես, չէ՞։ Իսկ այս երկրներից միայն Սանտոմե եւ Պրինսիպին է, որ համեմատաբար մոտիկ է ավելի։ Հետևաբար ճիշտ պատասխանն է Վանուատու։ Եվ այո, տարբերեք դե Վանուատուն այս հարցի ճիշտ պատասխանն էր։ Եվ Անիջան, նարի տեսնենք արդյոք դու կարողանաս դառնալ առաջինը, ով հաղթահարում է ամբողջական ճանապարհը։ Հարց համար 13. Ինչպես է Նոյի երկարակյաց թոռան անունը։ Տարբերակ A. Մովսես, տարբերակ B. Մաթուսաղա, տարբերակ G. Հովնան եւ տարբերակ D. Բարտուղիմեոս։ Ես վստահ եմ, որ Բարտուղիմեոսը չէ, քանի որ նա առաքյալներից էր 12։ Լսել եմ, որ Մովսեսն է երկար տարիներ ապրել։ A. Մովսես։ Մի հատ հստակեցում իհարկե մեր այս հարցի մեջ, որ անգամ շփոթմունք չլինի, ինչպես է Նոյի ամենաերկարակյաց թոռան անունը, քանի որ այո, այդ ժամանակ ոնց որ բոլորի մասին պատումներում իրանք մեր սովորական կյանքի տեղողությունից գրեթե բոլորն էլ երկար են ապրել, այստեղ խոսքը հենց ամենաերկարակյաց թոռան մասին է, ով կարող եմ հուշել, որ իմ սիրելի թվի ինվերսիվ երկկողմանի տարբերակով թվով է ապրել 969 տարի։ Այս ցուցակից միայն մեկն է ապրել 969 տարի։ Ես փորձում եմ հիշել հնարավորինս սխալ եմ, որ Մովսեսը նայից է։ Չէ։ Կներեք։ Դուք ունեք մոտ մի 20 վայրկյան մտածելու համար եւ վերջնական որոշում կայացնելու։ Լավ, Մովսեսը չէ։ Ես Սեզանից տարբերակն եմ սպասում, անի։ Հա, կներեք։ Ուրեմն A, B, G, D։ B. Մաթուսաղա։ Վերջնականն է թե չէ, մտնում եմ թե չէ։ Չեմ իվերքեն։ Հա, վերջնական։ Ընդունեցինք վերջնական տարբերակ Մաթուսաղան։ Ինչ է կարծում։ Մովսես, Հովնան, Բարտուղիմեոս, ինչու իրաք չէ։ Ով է Մաթուսաղան։ Լսել եք ծանոթ եք Աստվածաշնչյան պատումներին։ Այո, շատ էին ծանոթում, սակայն ինչպես հիմա հասկացա, պետք է թարմացնել հիշողությունները Աստվածաշնչի բովանդակության։ Մաթուսաղան ռուսերեն, անգլերեն, լատիներեն, շատ լեզուներով կոչվում է Մաֆուսայիու։ Իսկ Մաֆուսայիուը ինչպես նաև մի այլ առարկայի մի ծառի անվանում է։ Իսկ այդ ծառը ունի մի յուրահատկություն։ Դա երկիր մոլորակի վրա ամենատարեց ծառն է։ Հետևաբար այս հարցի ճիշտ պատասխանն է Մաթուսաղան։ Դուք առաջինն եք, ով կարողացավ հաղթել եւ անցնել ամբողջ ճանապարհը։ Եվ անի մրցանակն է դառնում Օսկար Ուայլդի Դորիան Գրեյի դիմանկարը։ Գիրքը, որը կա կրասկու այս տարեկին շատ համապատասխան։ Գիրքը ապրես եւս մեկ անգամ ընտիր խաղի համար, իսկ մենք անցնենք մեր վերջին մասնակցին։
Եվ եկել է հերթը մեր 7-րդ եւ վերջին մասնակցի այսօրվա, ով ցանկանում է դառնալ մրցանակատեր։ Դիմավորեք Գագիկ Գադուկյան։ Ասա, ով ես դու աշխարհին։ Բայց ես Գագիկ Գադուկյանն եմ, 11 տարեկան, սիրում եմ բասկետբոլ խաղալ, բայց ոչ նայել եւ ուզում եմ այսօր դառնալ մրցանակատեր։ Դե եկեք տեսնենք որքանով քո ցանկությունը կդառնա իրականություն։ Այս պահը միայն մեկն է, Անի Նիկոլինն է կարողացել մինչև վերջ հաղթահարել ճանապարհը, շատերը վերջին քայլին են ցայթակել, արի տեսնենք ոնց է դու 4 հարցից գրվում։ Սկսենք։ Գնացինք։ Հարց համար 1։ Որն է անգլերեն այբուբենի վերջին տառը։ Տարբեր A Z, տարբեր B U, տարբեր G W, տարբեր D K։ Տարբերակ Ազի։ Ջենզի։ Հա? Հա, գերմանանում Z է բոզինք։ YNZ։ Y and Z։ YNZ։ Z-ը ճիշտ տարբերակ է, այո, կռիվը հետագա է։ Ինչ? Կակիկիկ հիմա էլ մեզ դպրոցում սովորեցին, որ ասում են կամ զի կամ զետ։ We will fight you։ Երկրորդ հարցը։ Քանի ժամ է 1 օրում։ 12, 36, 24, թե 18։ Պատասխան G 24։ Դա ճիշտ է։ Իհարկե, այո, 24 ժամանի գրաֆիկով աշխատող մարդիկ։ Ինչպես է ԱՄՆ նախագահ Թրամփի անունը։ Արնոլդ, Դոնալդ, Բարակ, թե Գուֆի։ Տարբերակ B Դոնալդ։ Դոնալդ Թրամփը ճիշտ պատասխան է եւ այո նա կանոն է նախագահ։ Եվ չորրորդ հարցը, որ երկու թվերն են վերջերս brain rot trend դարձել, որ ուղեղս կերակ, դուք ինձ brain rot արեցիք, տարբերակներն են 6 եւ 9, 7 եւ 8, 6 եւ 6, թե 6 եւ 7։ Պատասխան D 6 եւ 7։ Or 6 7։ Եվ այո, 6-7-ը դա ճիշտ պատասխան է եւ դու վաստակում ես քո առաջին մրցանակը։ Գիտենք, որ սիրում ես այս մուլտսերիալը եւ վաստակում ես Gravity Falls մուլտսերիալի հետաքրքիր կրծքանշաններ։ Սա քո առաջին մրցանակն է։ Իսկ մենք շարունակենք, անցնենք ավելի բարդ հարցերի։ Are you ready, nigga? No, let's go. Գնացինք։ Ով է Չիպոլինո գրքի հեղինակը։ Տարբերակ A. Ջանիկ Ռոդարիկ։ Տարբերակ B. Անտուան դե Սենտ-Էքզյուպերի, դեռ չկա դե Սենտ-Էքզյուպերի։ Տարբերակ G. Ջոան Ռոուլինգ եւ տարբերակ D. Հանս Անդերսեն։ Տարբերակ A Ջանիկ Ռոդարիկ։ Ինչու՞։ Որովհետեւ ես կարդացել եմ իր լիքը գրքեր, նաեւ որ մեջ մտնում է Չիպոլինո եւ գիտեմ որ ինքն է գրել Չիպոլինո։ Համոզեց։ Եվ դա ճիշտ պատասխանն է իհարկե։ Շարունակենք բարդացնել։ Հարց համար 6։ Որ ընկերությունն է հիմնադրել Ադոլֆ Դասլերը։ Տարբերակ A. Puma, տարբերակ B. Nike, տարբերակ G. Skechers եւ տարբերակ D. Adidas։ Մեկա չէ մտածելու ժամանակը։ Եվ այո, ինչ ես մտածում։ Կարող ես բարձրացնել մտածել, տրամաբանել։ Ես լսա Ադոլֆ Դասլերի մասին։ Սա կատակար չի, իրական մարդ Ադոլֆ Դասլերը շատ հայտնի։ Եվ այո, հիմնադրել է այս 4 ընկերություններից մեկը։ Չկան տարբերակներ, որոնք կարող ես հերքել։ Ոչ։ Դե կարծում եմ օգնություն վերցնելու ժամանակն է։ Որ օգնությունը կցանկանաս։ Զախլիթի չեմ կարծում իմանա, իսոնից ինչի օգնորդը ոչ մեկ չգիտեմ, սենց է շուտը դրա մեջ զանգ։ Ումը կզանգես։ Գագիկին, ավակ։ Մեր ակումբի սան, մեր ինտերգազարգասման կենտրոնի սան Գագիկն է։ Մեր փոքր Գագիկի զոհը, եկեք փորձենք զանգարել Գագիկին եւ տեսնենք, թե ինչ նա կասի մեզ։ Եվ այո, մենք զանգարեցինք ձեզ, Գագիկ, մենք քեզ լսում ենք։ Մեր Գագիկը Գադուկյան փորձում է քեզանից Թորոսյան իմանալ հետևյալ հարցի պատասխանը, ով է ուզում դառնալ մրցանակատեր մրցաշարի 6-րդ հարցի շրջանակներում։ Կցանկանաս իրեն օգնել, թե անջատենք։ Այո, եկեք լսեմ ասել։ Իտակ, կարծում եմ կարող ես օգտակար լինել, որ հարցը, որ ընկերությունն է հիմնադրել Ադոլֆ Դասլերը։ Գիտես։
Տարբերական Կասեմ։ Տարբերակ A. Puma, տարբերակ B. Nike, տարբերակ G. Skechers եւ տարբերակ D. Adidas։ Դուք ունեք 15 վայրկյան, գագիկներ կարող եք խոսալ։ ուրեմն 10-ը ինքը գերմանական հասկանումն է, ծեր գերմանական Adidas-ը ուզում հաստատա, ես ուրիշ 10-ը Adidas, բայց փոքր մասամբ դե չգիտեմ, էլի, բայց 10-ը Adidas։ Շփվեք։ 5 4 Ասա մեր Ես ամերիկան է, դե սա բան Երկու։ 1 Հաստատեմ 10, Զրո։ հաստատեմ Adidas-ը։ Վերջ։ Ավարտվեց մեր զանգը եւ Գագիկ Կհավատամ Գագիկին, կասկածելով, բայց դե Adidas։ վերջնական պատասխան։ Այո։ Հիմի ճաշերես ներնեմ ձեր զաղի ջանին, են ոնց էս տրամաբանություն բացել եմ ու ես մասին պատմել եմ։ Երկու եղբայր են Ադոլֆ եւ Ռուդոլֆ Դասլերները եւ Ադոլֆ Դասլերը իր անունը ընդամենը հապավում սարքելով Ադոլֆի փաղաքշական ձև Ադինա, իսկ ազգանվան առաջին 3 տարերը վերցնելով դառնում է Adidas ճիշտ պատասխանը հրաշքը։ Իսկ Ադոլֆ Դասլերը եղբայրը Ռուդոլֆ Դասլերը այ ինքը հիմնադրել է Ռուդա ընկերությունը, որը հետագայում փոխվել եւ դարձել է Puma։ Այսինքն Puma-ն դա Ռուդոլֆ Դասլեր ընկերությունն է, Ադոլֆ Դասլերը, Adidas-ը պետք է մի հատ դրամաբանել միացնել, բայց այո, Գագիկի Թորոսյան օգնությամբ դու կարողացար հաղթահարել այս խոչընդոտ։ Հաջորդ հարցը հատուկ տենց հղենք նաև քո մայրիկին, ով երկար տարիների փորձ ունի ուսուցչի եւ կարծում եմ պետք է ապահովել, որ դու կարդացած լինես այս գիրքը։ Հարցը. ով է գրել Հովազաձորի գերիները վեպ։ Տարբերակ A. Վարդան Աճեմյան, տարբերակ B. Վազգեն Ասատրյան, տարբերակ G. Վախթանգ Անանյան եւ տարբերակ D. Վահագ Արամյան։ Շնորհակալ չեմ լսել այդ ստեղծագործության մասին։ Խացը լավ է 11 տարեկան ես, օքեյ։ Այս մոտիկ ամառներում դա կարելի էր անցած, այս հաջորդ 2-ում կարդալ, այո, լավ։ Վախթանգ Անանյանի գիրքը այս համար կարդացել եմ, որսորդական պատմվածքները, բայց Ինչ է, ոնց է կոչվում։ որսորդական պատմվածքները։ Հա, որսորդական պատմվածք։ Բայց Հովազաձորի գերիների մասին չեմ լսել, դրա համար կողքվում եմ դահլիճի հուշումից։ Դալիճը կարծում եմ պատրաստ է, իրենք էլ են դպրոց գնացել, քեզնից մի 5-6 տարի առավել երկար ժամկետով եւ կարծում եմ շատ արագ պատրաստ են քեզ հուշելու ճիշտ պատասխանը, նույնիսկ հետաշվարակ չանենք։ Կարինա Եվ պատրաստ եք։ Շրջեցինք։ G Բոլորը կարծում են, որ Վախթանգ Անանյանը Հավատալու ես ու ես ոչ միայն որսորդական պատմվածքների այլ նաև Հովազաձորի գերիների եղինակն է եւ դա ինչ պատասխանն է ապրի դալիճը դու մնում ես երկու օգնությունով սենսեյը եւ 50-ը 8-րդ հարցը հարց համար 8 ինչ էր հայկական դիցաբանության դպրության եւ կրթության աստծո անունը տարբերակ A Միհր տարբերակ B Տիր տարբերակ G Արամաստ տարբերակ D Գագիկ դպրությունը հենց կրթությունն է նշանակում։ Այո Մի հրը ես գիտեմ, որ արևի աստվածն է։ Ասես կարող ես բարձրաձայն հերքես մտածես Կապ ունի կրթության հետ։ Տերի ու Արամասի մասին չեմ լսել, Գագիկն էլ ընդհանրապես չգիտեմ աստվածը ասու, թե չէ։ Եվ ինչպես կվարվես 50-50 սենսեյ ռիսկ 50-50 Եվ 50-50-ի արդյունքում ունեցանք երկու տարբերակ, որոնց մեջ պետք է ընտրես։ Տիրը թե Գագիկը։ Կարծում եմ տիրը, որտեղ չեմ կարծում Գագիկը աստված։ Կարծիք ես քո մասին։ Չի կարա Գագիկ աստված է։ Դենց Գագիկը կոնցեպցիան մեջ չեմ ասել Գագիկը անունը։ Հաստատում եք տարբերակը։ Այո։ Էկրան եւ Արթան Մամիկոնյան Ճիշտ է, տիրը, այո, տիրն է կրթության եւ դպրության աստվածը։
Եվ անցնենք 9-րդ հարցին։ Քեզ մոտ մնաց թմրը 1 օգնություն։ Ով է NBA պատմության լավագույն 3 միավորնոց նետող խաղացողը։ LeBron James, Stephen Curry, Dell Curry, թե Seth Curry։ Ես ոչ մեկի մասին բացի LeBron James-ից չեմ լսել։ LeBron James-ը չգիտեմ, ինչա մեծատար գրած։ Տենց է ճիշտ անում գրելու։ Հա։ LeBron-ն էլ մեծատար, James-ն էլ մեծատար։ Անգլերեն, ռուսերեն, հայերեն բոլոր լեզուներով։ Ինչ է դերքին անում։ Եվ Curry ընտանիքի ներկայացուցիչները Dell Curry-ն, Stephen Curry-ն եւ Seth Curry։ LeBron James-ը ընտրել է նկատկով չի լինի պատասխան։ LeBron James-ը եկել լավ խաղացող, շնորհակալություն շատ լավ է։ Քանից պիտի դրեմ։ Ասվարկյան, հասկացի՞ր ինչ ես որոշում անել։ B. Ով։ B. Stephen Curry։ Չես ճանաչում Stephen Curry-ին։ Ոչ։ Ո՞նց է սիրելի խաղացողին չես ճանաչում։ Իհարկե Stephen Curry-ին ճիշտ պատասխանն է։ Եվ այսպես խոտերում ես նստաշել կանգնած 2019 թվականին ես ամենախելացին հերոստախաղի եզրափակիչ փուլի, եզրափակիչ խաղափուլի իմ թեման էր Stephen Curry-ն, ով իհարկե NBA պատմության լավագույն 3 միավորնոց նետող խաղացողն է համարվում առանց քննարկումների նույնիսկ LeBron-ը համարվում է լավագույն 2 խաղացողներից մեկը, սակայն Dell Curry-ն իրենց հայրն էր, ով 2 որդի ունի, ովքեր խաղում են NBA-ում, Stephen-ը եւ Seth Curry-ն Եվ Ստեֆանը իհարկե վերջին տասնամյակի լավագույն 2 ֆուտբոլիստներ։ Բասկետբոլիստներից մեկն է LeBron James-ի հետ զուգահեռ։ Պատրաստ ես։ Հասնենք 10-րդ հարցին։ Գնացինք։ Ով է գրել Դրակուլա գիրքը վեպը։ Տարբերակ A. Bram Stoker։ Տարբերակ B. Edgar Allan Poe։ Տարբերակ G. Jack London։ Եվ տարբերակ D. Agatha Christie։ Ագաթա Քրիստին այդ գիտեմ, որ դետեկտիվները շատ գրում։ Կասիկոր վեպը։ Դետեկտիվն էլ է վեպ։ Դա ժանրային հարշի։ Դա չեմ լսել Դրակուլա գրքի մասին, Ագաթա Քրիստի։ Էդգար Ալան Պոյի մասին մեկ ինչքան հիշում խոսացել ենք մեր դասից մեկում։ Այո, ապրես որ հիշում ես։ Ով համարվում է դետեկտիվ ժանրի հիմնադիրը, հայրը։ Հա, ճիշտ է, մենք դետեկտիվ ժանրի մասին հենց խոսում ենք։ Բրամ Ստոքերի ու Ջեք Լոնդոնի մասին չեմ լսել։ Ջեք Լոնդոնի մասին չես լսել։ Շուտով կլսես։ Ես ու օպերատորը խնդանք հիշում գիտեմ ինչ եմ կանավորել։ Այո։ Դուք ունեք 20 վայրկյան որոշում կայացնելու համար։ Դրանք պատահականության սկզբունքով Ագաթա Քրիստին չեմ կարծում, արդյոք չեմ լսել, Ագաթա Քրիստի մասին ստեղծողները շատ գիտեմ։ Առաջի երկուսի մասին չեմ լսել ընդհանրապես։ Ընտրեմ B. Էդգար Ալան Պո։ Նորից մենք ունենք դետեկտիվի կողմ։ Հա, իսկ ասի որ վեպը կա դետեկտիվի։ Հա, դա հա։ Ընդունում ենք տարբերակ B. Էդգար Ալան Պոն։ Եվ նայենք էկրանին։ Էլի հայտնվում է բոգիզ մաշինի Կարեն Սենսեը, որպեսի փրկի քեզ սխալ պատասխանից։ Էդգար Ալան Պոն իհարկե Դրակուլան համարվում է սարսափ ժանրի եւ dark fantasy ժանրի հիմնադիր գրքերից մեկը, եթե ոչ ինձ հիմնադիր գիրքը, իմ անձնապես կարդացած 2000 գրքերից երևի ամենավախենալու գիրքն էր, որը ընդհանրապես չէր նախատեսվել որպես strashilka, ոնց օրինակ Stephen King-ի եւ այլ ուժս ժանրի, հորը ժանրի գրողների գրքերը։ Եվ այս գիրքը հեղինակել է իհարկե ոչ Ագաթա Քրիստին, ոչ Էդգար Ալան Պո, ոչ էլ իմ ամենասիրելի գրողներից մեկը Ջեք Լոնդոնը, չի, այլ իհարկե Բրեմ Ստոքերն է ճիշտ պատասխանը եւ դու օգտագործում ես սենսորի օգնությունը եւ հասնում ես քո երկրորդ մրցանակին։ Ծափարեք։ Եվ քո երկրորդ մրցանակն է այսօր Uno-ի շարքը շարունակելով մեր խաղասեր սաների համար Uno-ի ֆլիպի հաջորդ
Եռյակի մասը դա DOS կոչվող խաղն է, որը մի փոքր ավելի տարբերվող կանոններ ունի, որոնք ուսումնասիրես ձեր ընկերական շրջապատում։ Կանոնները։ Ապրես, դե անցնենք 11-րդ հարցը։ Եվ մենք ասանք մեր հարցերի վերջին եռյակին։ Գագիկը ունի 0 հուշում, բայց լիքը մոտիվացիա հասնելու մինչև վերջնագիծ։ Եթե միայն պատահականության սկզբունքով առաջնորդվենք, դու ունես 1-4-1-4-1-4 1/64-րդ հավանականությունը մոտավորապես 1.5% շանս լրիվ յաբախտի 3-ին իրար հետևից պատասխանելու։ Արա տեսնենք բախտդ ինչ կբերի քեզ։ Հարց համար 11։ Ով է դարձել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների առաջին չեմպիոնը, կամ թիվն ասեմ 1960 թվականին։ Տարբերակ A. Իսպանիա, տարբերակ B. Իտալիա, տարբերակ G. ԽՍՀՄ եւ տարբերակ D. Չեխոսլովակիա։ Ինձ խսահման Չեխոսլովակիայի ֆուտբոլին չեմ այդքան հավատում։ Չեմ կարծում եմ իրենց ֆուտբոլը այդ կարգի է։ Թե Իսպանիա ու Իտալիայի ֆուտբոլը շատ լավն է։ 1960 թվական։ Դե ժամանակ չգիտեմ։ Քոթայինի համարը։ Դե մեր ժամանակ վլա ֆուտբոլիստներից պերուն է բրազիլացի է, Ռոնալդոն էլ է բրազիլացի զուբոստիկ։ Բայց 2000 թվականներ։ Դե ոչինչ։ Մարադոնան չեմ, Արգենտինացի է Մարադոնան։ Իհարկե։ Ու երբ ասած ասեմ, երբ ֆուտբոլի մեծ երկրպագու չես, դժվար թե դու հիմա 60-ականների ֆուտբոլիստներ ասես։ Եվրոպայում ակտիվ գործած։ Սուրայ Պելեն, Մարադոնան երկուսն էլ հարավ-ամերիկացի են, դեռ Եվրոպայի առաջնությանը չեն կարող մասնակցել։ Դե պետք է փորձես սրանով պատահականությամբ ընտրել ինչ-որ մի տարբերակ։ Չեմ կարծում, դե ունենայր հնարավորություն, կարծում եմ սենսեից բացի քեզ մեր աղջիկները չէին կարողանա հուշել։ Զանգ չգիտեմ, կզանգե 50 ջերքն։ Եվ այո, Գագիկ, 15 վայրկյան քեզ ընտրի այս 4 տարբերակներից որը ըստ քեզ կլինի ավելի հավանական։ A, B, G, D 5 վայրկյան։ Օգնության ձեռք չկա այլևս։ Տարբերական, Իսպանիան ընդունված է։ Իտակ։ Տարբերակ A. Իսպանիա, իրականում Իսպանիան դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Եվ նույնիսկ ոչ միայն 2012 թվականին, ոչ միայն 2008 թվականին, այլ նաև 1964 թվականին է դարձել Իսպանիան չեմպիոն, իսկ 1960 թվականին առաջին Եվրոպայի առաջնությունը հաղթել է ԽՍՀՄ հավաքականը, որքան էլ զարմանալի էր գուցե քեզ համար։ Սակայն Գագիկ իհարկե դու էլ այսօր շարունակելով շղթան եւ շատ կարեւոր գիրք ես ստանում, որպեսզի ծանոթանաս Ջեք Լոնդոնի հետ իմ ամենասիրելի արկածային ստեղծագործություններից մեկը, ընդհանրապես պատմության մեջ Время не ждет, ժամանակը չի սպասում, այս գիրքը Ջեք Լոնդոնի քեզ շատ պետք է դուր տա։ Գագիկ, շնորհակալ ենք քեզ զետակի խաղի համար, շնորհավորում ենք մրցանակների համար։ Եվ մենք ավարտեցինք մեր մրցաշարը, ով ուզեցավ դարձավ մրցանակատեր, ով չուզեցավ մեկը ընտիր խաղաց եւ մեկը դարձավ մրցանակատեր։ Շատ շնորհակալ ենք ձեզ դիտելու համար եւ իհարկե պետք է օրդորենք, եթե դեռ ասեք կամ եթե դեռ ասի պատանու ծնող եք եւ դուք եք ցանկանում դառնալ մրցանակատեր ավելի խելացի, ապա համեցեք խելացի ինտելեկտուալ զարգացման կենտրոն, այստեղ ձեզ կդիմավորեն ջերմ խելացի եւ ինտելեկտուալ մթնոլորտում, ես պալտոյով եւ մեր բոլոր երեխաները իրենց բաց սրտով եւ ուրախությամբ։ Համեցեք մի հապաղիր արի խելացիր։